Հայը, որտեղ էլ որ լինի։ Արարատի ապառաժից մինչև օվկիանոսների ափերը նա իր հետ տանում է մի բան, որը ոչ մի մղոն, ոչ մի սահման չի կարող վերցնել։ Նա իր սրտում կրում է իր տունը։ Հայը աշխարհի ամեն անկյունում նույնն է։ Նա կարող է խոսել այլ լեզվով, քայլել այլ քաղաքում, բայց նա երբեք չի մոռանում իր արմատները։ Բարև ձեզ, ես Դավիթ Շեկոյանն եմ եւ սա է Հայ կոդը։ Եվ այսօր իր տան դռներն է բացում մեր առաջ սիրված դերասանուհի Լեյլա Թադևոսյանը։ Փոշմանել եք ձեր գալու համար թե չէ։ Որ էստեղ եմ մնացել։ Հա։ Ստիպված լքեցիր քո հողը։ Դավիթ, մի լացացրու։ Իհարկե կուզենայի, կարոտից թարամում ես։ Այստեղ հասկացանք, որ աստղերին նայելով չես կարող ապրես։ Պետք է վազես, միշտ գտնվում են լույսդ տանողները, միշտ գտնվում են դիմացդ պատ տնողները, երբ պետք է հումորով նայես ամեն ինչին, որ չգժվես։ Ես էլ մամայի սեպած գաթայից չեմ կերել ոչ մի տեղ։ Իմ բանջարս քո հանճարիդ վնաս չէ, վնաս չէ։ Ինքան հուզվեցի, գնացի Գյումրի, գնացի հայրենիք Տեր Աստված։ Ուշադրություն, Հոլիվուդում Hugo Shipping-ը առաջարկում է բացառիկ զեղչ։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդը անվճար։ Այո, ուղարկեք մեկ արկղ, երկրորդը անվճար։ Օդանավով 1 փաունդը 2.99, միայն $2.99։ Դրամի փոխանցում, առաքում տուն ընդամենը 2%, ճիշտ լսեցիք, առաքում տուն 2%։ Hugo Shipping։ But I can see us lost in the memory. All this slipped away into a moment in time. 'Cause it was never mine. And I can see us twisted in bed sheets. All you slipped away like a bottle of wine. 'Cause you were never mine. Այո։ Բարև ձեզ, Բարև Դավիթ ջան, իհարկե։ Շնորհակալ եմ։ Այս գեղեցիկ ծաղիկներս ես տիկին Լեյլա։ Շնորհակալ եմ շատ։ Բարև ձեզ։ Ապրես։ Աստծո բարին։ Մերսի, ոտքս բարի լինի ձեր տանը։ Շնորհակալ եմ։ Մերսի։ Ինձ սիրում եք։ Դաշտային ծաղիկներ, ոնց որ սիրում եք։ Ոնց որ սիրում եմ, չէ՞։ Ոնց որ սիրում եք։ Ոնց եք տիկին Լեյլա ջան։ Լավ, Դավիթ ջան, շնորհակալ եմ, դու ոնց ես։ Այ ես շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար, ձեր գեղեցիկ օջախում մեր շատ սիրուն, ասենց շատ ենք, չէ՞ սիրում ես, փոքր ջերմ ամենակարևորը այդ Ամենակարևորը, այո, ջերմ։ Տիկին Լեյլա ջան, քանի տարի արդեն ստեղ եք ԱՄՆ-ում։ Ոյ, Դավիթ ջան։ Գիտեմ որ շատ է, բայց ինչքան շատ է, էլի։ Ասեմ։ Հա, էլի, եթե դեմ չեք։ 26 տարի։ Օ, Մի ամբողջ կյանք։ հա։ Բայց ո՞նց ստացվեց, որ որոշեցիք որ գաք Ամերիկա, էլի, ասենց այն ժամանակ հայտնիությունը ավելի շատ չէր Հայաստանում, ասենց երրում էր ձեր։ Հա, այո։ Այսօր ասում են դերասանական կյանքը։ Գիտես, եկանք հյուրախաղերի։ Հաճախ կյանքում գիտես ինչ է լինում, դասավորվում է քո ապրելու ձևը, անկախ քո կամքից, այն որ ոչ մտածել ես, ոչ մտքով դանցել է, ուղղակի այդպես ստացվեց։ Հա։ Հիմա չգիտեմ ինչի տենց ստացվեց, երևի տենց պետք է լիներ։ Դենց որոշեցիք ընտանիքով վերցրեցիք երեխաներին։ Հա, չէ, աղջիկս եկավ այստեղ պարային փառատոնի Վաշինգտոն հրավիրել էին։ Ինքը այստեղ իմ ընկերներից մեկի տանն էր մնում եւ ասեց որ ուզում է այստեղ քոլեջ գնա, ուզում է այստեղ սովորի, դե ես էլ եկա հյուրախաղերի, ես էլ մնացի, հետո Մարամիկ ընդունվեց համալսարան, թե հո չէի թողնի երեխին մեն, ասեց էլի մի խոսքով, ընտանեկան։ Այս որոշված չի եղել, ասենց պատահականություններով ամեն ինչով։ Ես իմ Արյան ամեն մի գնդիկով կապված եմ եղել իմ հողին, իմ ջերին, իմ համար շատ դժվար է եղել
այստեղ ես, գիտես, ես երկիրը շատ եմ հավանում։ Հրաշալի երկիր է։ Մարդկային օրենքներ ունի, վարչականություն ունի, իշխանական համակարգ ունի, որ այստեղ դու կարող ես քեզ մարդ զգաս, իրոք մարդ։ Համաձայն եմ, իսկ պատկերացնում եք օրինակ, որ եթե չգայիք ԱՄՆ, Հա։ արդեն 26 տարի Հայաստանում, այս շրջանում ինչ կլներ, ինչ գործունեություն կծավալեիք, ինչ կանեիք, էլի օրինակ մտածենք, լավ որ չգայի Ամերիկա, Հայաստանում ինչ էի անելու, չեք մտածել այդ։ Հա, էլի նույնը։ Դերասանուհի եմ։ Թատրոններում Իհարկե թատրոն։ Այստեղ էլ եմ եղել շատ զբաղված։ Ինչի համար ուզում արդեն փոշմանել եք ձեր գալու համար թե չէ։ Որ այստեղ եմ մնացել։ Գիտեք, փոշմանել չկա։ Ուղղակի տխուր եմ, շատ վիրավորված եմ ճակատագրից, որ այն պայմանները ստեղծվեց հայի համար ու իմ համար, որ ստիպված լքեցիր քո հողը։ Գիտես, մարդը միշտ գնում է այնտեղ, Դավիթ, որտեղ կարողանում է իր երազանքները առաջ տանել, գուցե սխալ եմ ասում։ Շատ բան կա ասելու։ Չէ, պատկերացնում եմ, որ սիրտը դնորս մտարակում է, ուզում ես ասես։ Իհարկե, շատ բան կա ասելու։ Իսկ sense մի հետաքրքիր տեսը տան տունը, փառք Աստծո, ամեն ինչը կա, լավ է, հարմարվել եք արդեն երկար ժամանակ աստղից։ Ինչ որ մի բանի պակաս կա, որ կուզեիք, որ ձեր հետ լիներ ստեղ։ Ինչ կբերեիք Հայաստանից հնարավորության դեպքում։ Հայաստանը կբերեի։ Ամբողջությամբ։ Իսկ որպես ինչ-որ մի փոքր իր կամ հուշանվեր, կամ չգիտեմ ինչ-որ մի բան իր կամ տան մեջ ինչ-որ մի բան որ կար որ կուզեիք այսօր ստեղ լիներ։ Ձեր այս տան մեջ էլ լիներ այդ ամեն ինչը։ Դավիթ, մի լացացրու։ Իհարկե կուզենայի։ Մորս ցայնը կուզենայի։ Իր շունչը կուզենայի։ Հայրենիք եմ ուզում։ Այդ չգիտեմ, այդ շունչը, այդ քաղցրությունը, որ կարոտից թարավում ես։ Հա։ Այդ է։ Կա, տես բան կա։ Իսկ որ գնայիք Հայաստան ինչ կտանեիք ստեղից ձեր հետ։ Ինձ։ Ձեր հետ միասին։ Ինչ կտանեի այստեղից։ Հա, օրինակ, չգիտեմ, թեկուզ այս նռան ծառը իհարկե արհեստական։ Չէ։ Դավիթ, ասեմ։ Այսինքն հարցը sense է լավ, տեղափոխվել եք արդեն Հայաստան, ինչ որ մի բան որ ստեղից թեկուզ հիշացնի ձեր ստեղի կյանքի մասին։ Ինչ կտանեի այստեղից, հեչ չեմ մտածել այդ մասին, գիտես։ Հիմա կարելի է մտածել։ Կտանեի այստեղից, չէ։ Այստեղից կտանեի այն հոգևոր հանգստությունը, որ դու քեզ որպես մարդ լավ ես զգում, իսկ եւ շատ կարեւոր մի բան, որ այս երկիրը սովորացնում է վազել, աշխատել ու հասնել։ Եթե վազում ես, աշխատում ես, անպայման հասնում ես։ Այ շատ կարևոր է։ Շատ կարևոր է։ Համաձայն եմ։ Ինչն է հետաքրքիր չէ, որ ստեղ շատ ենք փորձում ապրելով ստեղ համեմատություններ անել Հայաստանի կյանքի հետ, ինչ որ թեկուզ խանութում հասարակ մի բան գնելուց ասում ենք, վայ, էսի Հայաստանում կար էս արժեքն ուներ կամ կգտնեինք կամ չէինք գտնի։ Ձեր մոտ էլ է այդ ասոցիացիան եղել մոտ առապես 25 տարի առաջ, որ ստեղ եք եղել, ոնց է եղել հարմարվելու հետ կապված թե։ Հարմարվելու հետ ասեմ, արդեն այնքան շատ էր հայությունը այստեղ եւ Գլենդելում եւ Հոլիվուդում, որ մեկ-մեկ շփոթվում էիր, քեզ թվում էր թե Հայաստանը Երևանում ես ապրում։ Երևանում ես ապրում, նամանավանդ որ կային հայկական խանութներ, լավաշի փուր, հա, չէ, նայում ես, հա, եւ լավ ես զգում քեզ, կարող ես հայավարի ապրես, չնայած հողի կարոտը, սարի կարոտը, քարի կարոտը, ջերի կարոտը։ Բոլորին թվում է թե որ գալիս են ԱՄՆ, այտենց անեկդոտի նման էլ չէ, որ ծառերից գումար է թափված, չգիտեմ ինչ, բայց չգիտեմ որ սկզբնական շրջանում որ գալիս ես ինչ դժվարություններ ես ունենում։
Օրինակ դուք ձեր վրա զգացել եք այդ դժվարությունները սկզբի հատվածում էլի։ Ասեմ, գիտես, մեր ժամանակահատվածը մի քիչ ուրիշ էր, ասենք սովետական դաստիարակություն, հոգևոր սնունդ, եւ դու ամաչում էիր, գումարի մասին խոսեիր։ Ամենակարևոր բան է աշխարհում, քեզ բիզնեսմեն չէին դաստիարակում, քեզ գումար աշխատող չէին դաստիարակում, հոգևոր մի բաներով ապրում էիր։ Երազանքներով։ Հա, երազանքներով, սիրուն, շատ սիրուն էր իհարկե, որ հոգիդ սնվում էր, սնունդ կար։ Հետո այստեղ հասկացանք, որ աստղերին նայելով չես կարող ապրես։ Պետք է վազես, այո, պետք է գումար աշխատես, որը շատ կարևոր է, շատ կարևոր է։ Չի կարելի գումարը ասել ձեռքի կեղտա կամ գցել երկրորդ պլան։ Մեզ այդպես էին դաստիարակում, ամոթա փողի մասին։ Փողն է, որ քեզ պիտի, չգիտեմ ինչ, ահա քեզ պիտի զարտարել։ Նայ, ոչ թե փողը զարտարում է, շփոթում են երկու բան։ Փողը շատ կարևոր է, իհարկե, կերկերագույն կարևորն է։ Փողը կարող է անգամ կյանք փրկի։ Շատ կարևոր է գումարը, բայց երբեք չի կարելի հոգին վաճառել գումարով։ Դրանք տարբեր բաներ են։ Այո, չի կարելի ինչ անել գումարի համար։ Երբ որ խոսում ես գումարից, շատերին թվում է, թե դու փողն ես երկրպագում, ոչ։ Չէ։ Փողը պետք է Երբ որ կարդում ես մեծերի կյանքը ուսումնասիրում ես, տեսնում ես, թե ինչքան են տառապել մինչև հասել են, օրինակ շատ եմ սիրում Միքելանջելո, շատ, կարդում ես Միքելանջելոյի կյանքը, ինչքան է տանջվել, ինչեր է արել, թագավորները իրեն տարել են պալատներում, անգամ սենյակ են տվել, որ ապրի, եւ Միքելանջելոն 65 տարեկանում այդքան աշխատելուց ու ստեղծագործելուց հետո նոր ունեցել է իր սեփական սենյակը, մի հատ փոքրիկ սենյակ եւ մաճակալը դրսից է բերել, գտել։ Հա, նույնիսկ չի առել են։ Չէ, դրսից է գտել։ Եվ շատ մեծերի հանճարների կյանքով ուսումնասիրում ես, ասում ես, այսպես է, փշոտ ճանապարհով աստղերին հասնողները։ Իսկ որ դուք եկաք հանդիպեցիք շատ փշոտ ճանապարհներ ստեղ Գիտես, ծնվում ես ու արդեն փշոտ ճանապարհ է։ Նկատի ունեմ տեղափոխվեցիք ստեղ, նորից ծնունդ եք առել, էլի։ Նույն մարդկային ծրագիրն է, նույն մարդկային հոգեբանությունով ես շրջապատված։ Ինչքան էլ դու լավ ես վերաբերվում, դրական էներգիա ես տալիս, միշտ գտնվում են լույսդ տանողները, միշտ գտնվում են դիմացդ պատ տնողները, գիտես, միշտ մարդկային նույն հոգեբանությունը ամենտեղ ուր ուզում ես գնա, ասում է, որպեսի ճշտես երկինքը կապույտ է, պետք չի շուրջ երկրյա ճանապարհորդություն կատարես, նույնն է ամեն ինչ, մարդիկ ամենտեղ նույն են, եւ Ամերիկայում, եւ զգացողությունները, եւ ամեն ինչ, մարդկային ամեն ինչ, ինչ որ Աստված տվել է մարդու։ Համաձայն եմ։ Իսկ հաճախ եք հյուրեր ընդունում ձեր գեղեցիկ հայկական ջերմօջախ։ Հայկական ջերմությամբ։ Ոչ հաճախ, բայց ընդունում եմ հյուրեր։ Սիրում եմ շատ մենակ մնալ։ Ստեղծագործել, մտածել։ Այս կյանքի փոթորիկներից հանգստանալ։ Իսկ կարոտ օգնում է ձեզ են, որ այսինքն հիմնականում կա չէ պատճառ ստեղծագործելու համար։ Հա, իհարկե։ Այսինքն ուսոր ասում են մուսա, չէ, այդ։ Հա։ Կարոտն է, ի՞նչն է ձեր համար հանդիսանում մուսան։ Մուսան ասեմ, նու կարոտը իր հերթին, որովհետև ես Գյումրու շարք ունեմ գրած, այդ ամեն ինչ, եթե լավ է ստացվել, ինձ կարոտն է ստիպել ստեղծագործեմ, բայց մարդուն ստիպում է, որ ինքը ստեղծագործի իր ներքին զգացողությունը, բողոքը մարդկանց դեմ, բողոքը անօրենների դեմ, բողոքը, տես ինչա ողբը ինչ է, ողբը անհասանելիություն է, որ ուզում ես անես, հասնես ու չի լինում, չի հենց ինքը ողբ արդեն, տրագեդիա է։ Եվ բնականաբար մարդ ասում է կյանքը նվեր չի, жизнь не подарок,
Այո։ Եվ դու Բայց կան միշտ մարդիկ ում համար ինքը նվեր ա եղել, չէ՞, այդպես մարդիկ կան հաջողակ։ գիտես, դա մի քիչ ծալապակասների համար է երևի, այն որ ասում է աշխարհում ամենաերջանիկները հիմարներն են, որտեղ իրենք միշտ ճիշտ են։ Որտեղ իրենք գիտեն, որ իրենք միշտ ճիշտ են, չէ՞։ Համաձայն եմ։ Հետաքրքիր է։ Իկին Էլա ջան, ինձ հետաքրքիր է այստեղ, թե ես հիմնականում գիտեմ ձեր գործունեությունը, այստեղ գրողների միությունում եք, ստեղծագործում եք, ֆիլմերում, այս վերջերս նկարվեցիք նմանակներ էլի սերիալում, առաջի 2 սերիան եմ տեսել։ Հետաքրքիր էր, ոնց հասկացա կերպարային Աշոտ Դեդիգարյանի կնոջ կերպարն եք խաղում, ոչ թե դերասան Աշոտ Դեդիգարյանը, այլ նմանակի կնոջ կերպարն եք խաղում։ Հա։ Սա Շատ հրավերներ կար, թե ցենց երկար ժամանակ չեք նկարվել։ Չէ, ինձ միշտ հրավերքներ եղել է, նկարվել եմ եւ սերիալներում, եւ ներկայացումներ եմ խաղացել։ Գրողների միությունում վարչության անդամ եմ։ Գրողների միության նախագահ Վազգեն Վանատուրը հրաշալի պրոֆեսոր, գրականագետ, հրաշալի մտավորական է։ Աշխատում ենք գրողների միությունում։ Հրաշալի է։ Կտրվում ես, չէ՞։ Կտրվում ես, հա, կտրվում ես այս մի խոսքով ծուրնումից։ Գնում ես երկինք եւ հրաշալի է, հա, երբ որ դու վերևներում ես, գտնում ես մի անկյուն ու սկսում ես ապրել ու դա քո անկյունն է։ Այնքան լավ է, երբ որ իջնում ես քո անկյունից ու իջնում ես ռեալ կյանք։ Վայ, հետո կժված նորից գնում ես քո անկյունը։ Ինչն է հետաքրքիր, որ ձեզ բան ճանաչում է որպես հումորով կին, Հա։ չէ՞, սենց հումորային սերիալներում, կոմեդի դերասան, հա, որպես կոմեդիայի, կոմեդիան։ հա։ Վերջեմ ասում են 90-ականներին ձեր Գյումրվա շարքը, որ բոլորն են հիշում, սիրում, ձեր ընկերներին, բայց ես ձեզ ճանաչելով, ձեր շատ ճփվելով, սենց ավելի շատ տենց ասեմ թախից կա ձեր մեջ, կարոտ կա, քան հումոր, չէ՞, սենց ճիշտ եմ նկատել։ Հա, իհարկե։ Հա, բայց այդ հումորը մեր կյանքի անբաժանելի մասն է նաև, սիրում եք կատակել, Իհարկե։ անում եք հաճախ, թե սենց ավելի Հատուկ շատ։ չեմ անում, դա իմ մոտ ստացվում է, հա։ Դա իմ մոտ ստացվում է, այն օրը Արթուրը եկել էր մեր տուն, ես Արթուրը իմ ընկերը Սամվելը Գրիգորյան նստած հաց էինք ուտում, ասի երեխեք համով էր թթուս, ես էի դրել այդ թթուն։ Արթուրը նայում է սեղանին, թթու չկա, ասում է, ի՞նչ թթու, ասում եմ թթուս բերեցի։ Դու մի ասա թթու չեմ բերել։ Ասում եմ համով էր։ Արթուր Հակոբյանի հետ, չէ՞։ Հա, գիտես, կյանքում պիտի ունենաս այդ տեսակը, հատուկ չի արվում։ Չապլինը մի հատ լավ խոսք ունի։ Չապլինին հարցնում է որն է տարբերությունը կոմեդիայի եւ դրամայի, դրամատուրգիայի, տրագեդիայի մեջ։ Չապլինը պատասխանում է, ասում է, երկուսն են նույնն են։ Կամերան ասում է, եթե շատ մոտ ես պահում, տրագեդիա է։ Երբ որ կամերան շատ հեռու է, դա արդեն կոմեդիա է։ Հա, հետաքրքիր է, հետաքրքիր։ Էդա նույն բանն է, գիտես։ Որտեվ դու կարող ես լացես, հետո կարող ես ծիծաղես, կարող ես ծիծաղի մեջ լացես։ Նույնն է։ Նույնն է, երբ պետք է հումորով նայես ամեն ինչին, որ չգժվես։ Չէ՞։ Հետաքրքիր է, Տիկին Լեջենդ, որ ձեր տանը sense նայում եմ պատերին, հետաքրքիր շատ տենց աքսեսուարներ, ասեմ, նկարներ, դիմակներ, չգիտեմ, գրքեր ահագին բավականին, որ այդտեղ քիչ եմ հանդիպել, եթե անկեղծ գրադարան ունեք այդտեղ։ Հա։ Սիրում եք կարդալ ձերնա թե Սիրում եմ կարդալ իմնա, իհարկե, եւ Մարամիկիննա առանց գրքի չեմ պատկերացնում։ Օրինակ հիմա ասում են կոմպյուտերով կարդա, չէ, սուտա, գիրք, գրքի հոտը, գիրքը ուրիշ բան է։ Սիրում եմ գիրք եւ շատ կարեւոր է։ Ասում բախտավոր երջանիկ է այն երեխեն են մարդ, որ սիրում է կարդալ մանկությունից։ Շատ կարեւոր է։ Կյանքը իրա ուրիշ է դառնում։ Անկեղծ եմ ասում, կարդալը փրկություն է։ Մարդու զարգացումը կախված է նաև գրքից իրականում։ Հա, իհարկե։ Ովքեր որ շատ գիրք են կարդում, իրանց հետ շփվելուց զգում ես։ Իմացությունը դա մի հատ ուրիշ թիկունք է, մի հատ ուրիշ դու քեզ լավ ես զգում, որ գիտես։
Այդ պատմությունը օրինակ չէ, ինչ որ մի թեմայից ամեն է ինչ կյանքում նայում ես մեկի աչքերին ու արդեն գիտես։ Օրինակ կա ինչ որ այտենց մի հերոս կներեք, որ ցած նմանացնում եք ձեր կյանքը այդ գրական հերոսին, էլի sense։ Իմ կյանքը չէ, իմ կյանքը ուրիշ է, եզակերություն իմն է։ Հիշեցի մեր մանկության տանգո, որ ասում եմ կյանքը նման է, ի՞նչ է, ինչ-որ այտենց հատված կա մեր մանկության տանգո։ Գիտես, յուրաքանչյուր ոք, օրինակ տես Դավիթ, ինչքան տարբեր են մատնահետքերը, չէ՞, տարբեր է, բոլորին։ Բոլորինը տարբեր է։ Ինձ միշտ դա է զարմացնում։ Միլիոններ ու տարբեր են մատնահետքերը։ Այդ այս տարբեր է հոգեբանությունը։ Բոլորի ճակատագիրը։ Ամեն մարդ իր խաչն ունի։ Ամեն մարդ այդ խաչը իր ձևով է տանում։ Էդ է։ Օրինակ ինչ մտքովս անցավ թեմայից դուրս, որ եթե հիմա նկարեին մեր մանկության տանգոն ֆիլմը, միանշանակ Գայլանովենցի կերպարը ձեզ կտեսնեի, միանշանակ, որ սիրով կխաղայի։ նույնիսկ երկրորդ տարբերակ չկա, ասեմ, առաջին ու վերջին տարբերակ։ Ես սիրով կխաղայի, բայց քանի որ Գալյանովենցը հանճարեղ է դա խաղացել, գիտեք, դերասանները միշտ շնորհակալ եմ այդ մտքի համար, դերասանները միշտ պետք է խուսափեն այն կերպարներից, որոնք խաղացել են մեր մեծերը եւ հրաշագործել են։ Դա մի հատ ուրիշ ստորագրություն։ Որոշ ձևով համաձայն եմ, որոշ ձևով չէ, օրինակ երգի նույն օրինակը բերեմ, երգեր կան, որ Ռուբեն Մաթևոսյանը հրաշալի է կատարել ու բնականաբար դու չես կարող մոտենալ այդ երգին կատարել Ռուբեն Մաթևոսյանից լավ բնականաբար, բայց դու էլ կարող ես քո գույնը դնել դրա մեջ ու զգացողությունը, գույնը, որակը, ճաշակը դնել եւ Մեկաչես մժպտացեք, ինչ որ մեկը կարող է սիրալվել նաև ձեր ժպիտին, այո։ Օրինակով էլ ինչ որ մեկը սիրալվի ձեր երգին։ Հա, իհարկե, գիտես, օրինակ նայում լսում ես երգչին եւ զգում ես, որ Աստվածաթուր կոկորտ ունի, լավն է ձայնը, հրաշալի է, լավն է երգում է, բայց արտիստականություն չկա մեջը, զգացողություն այնքան քիչ է, չի ապրում, ուղղակի կատարում է, այդ ապրելն ու ապրվելն է շատ կարևորը, թող ձայնդ մի քիչ էլ փոքր լինի, բայց ապրել շատ կարևոր է դա, այդ զգացողությունը շատ կարևոր է։ Վիկին Լերա ջան, լավ, այսքան խոսեցինք, որ դուք ստեղծագործում եք, բան եք անում, տենց վերջին գրածներից կամ որ չեք կարդացել դեռ ոչ մեկի համար։ Հա։ Ինչ-որ մի հետաքրքիր բան։ Հա, իհարկե ունեմ։ Հիշում եք անգիր, թե պետքա տեքստով։ Անգիր չէ, բայց սիրով, եթե ուզում եք կկարդամ։ Սիրով։ Հա։ Մորս օրոր այնքան երկար էր։ Կարծես իմ ամբողջ կյանքի համար էր։ Քնած մնացի։ Հիմա արթնացել աչքս բացել եմ, մի քիչ ճանաչել, քիչ իմացել եմ ու կյանքի տված թունոտ բաժակից ցավս խմել եմ։ Մորս օրորն է միայն երազում, որ նորից քնեմ, չլսեմ ոչինչ, ոչինչ չտեսնեմ։ Հրաշք, շատ սիրում։ Հա։ Հա, շատ լավն է։ Շնորհակալ եմ։ Տիկին Լիլա ջան, ստեղ որ զրուցում ենք, այս ընթացքում իմ մեր տեսահոլովակներն են։ Ես եմորսեց հետ գնացինք, որ քանի տարի առաջ էս 9 որ թիվն է, հեսա վրան նայեմ ասեմ, եթե գրած կա, այ, երևի 90-ականներն էին։ Հա, վստահ, բայց որ ուզում եի ուղիղ 93, 92 մեխը, այո։ ցեցը, 7-նուկը, 6-րդը։ Էսի 6-րդն էլ դրա համար է տենց կոչվում 6-րդը։ Հա, 6-րդը, այո, հա, հա։ Ծիծաղ։ Հիշում եք հումորներ այս կասետների մեջ։ Դե հա, իհարկե, հա։ Որն է տպավորվել ձեր մեջ։ Բոլորը։ Չէ, մի հատ, այն որ սենց ամենասիրված էլի ձեր կողմից։ Ամենասիրված իմ մանրապատումը։ Հա, կասետների մեջ որ նկարվել եք տես ինչ-որ մի բան։ Բոլորն էլ որ ասեմ։ Այն որ ասում եմ մարդս կորել է, ասում է կարող է սիրածի մոտ է մնացել, վայ ասում եմ, այն Աստված վգա, սեփի պես մաքուր մարդ էր, 40 տարվա մարդս էր, հələ ծնգիցս վերև տեսած չկա։ Լավն էին։
Շարունակեք։ Էդի հետ կանա շարունակություն արդեն հովիկի հետ է ես խաղում, գնում էի ոստիկանատուն, խնդրում էի որ գտնեն մարդը սկորելա։ Այն որ ասում բանը իրիգուն նախրիդ տուն գա ապրես, էտա շարունակություն։ Մեղներ էր շատ լավը։ Էսը հիշում եմ բանը, ձիո որ գալիս է։ Կոստյումը, Ձեր հետ էր էս։ Հա, իմ հետ էր, իհարկե, հա։ Սկեչը։ Հա։ Որ ձին ասում է։ Հա։ Անձրև էր գալի։ Այո։ Պահել եք մինչև էսօր։ Հա, իհարկե։ Օ, հրաշք։ Կարելի է։ Հա։ Այ։ Վազգենը։ Քիրա շատ լավ գրադարան է։ Հետաքրքիր։ Ընդհանրապես տարբեր է գրականությունները, թե միայն հայկական Չէ, եւ ամերիկյան մարամիկիս գրականություններն էլ ամերիկյան անգլերեն լեզվով կան։ Սա իմ հայ դրամատուրգիա, Սևակ, Չարենց, Նարեկացի Այո։ իմ պաշտամունքը։ Օ, սիրուն։ Yeah. Հրաշալի։ Էսի մեր Մեհեր Մկրտչյանն է Կալյանովենցը։ Մարեմ։ Այո, Մարեմ մանկության տանգոնա։ Էսի Գյումրինա, էսի մեր սիրտն ու երազանքն է, ինչքան ուզում է հանեն, ուզենան հանեն ինչ որ չգիտեմ ինչի, մերն է մասիսը մեկը։ Էսի հին Գյումրին Ալեք Պոլը։ Հետաքրքիր սենց ա եղել, հա, էս 7 վերք եկեղեցին է, թե սա 7 վերքը։ 7 վերքն է։ Հա, էս մի եկեղեցի է, չէ՞, ոնց հասկացա։ Չէ, տարբեր եկեղեցիներ են։ Սա Հայաստանն է, մի խոսքով։ Սա էլ։ Էդ էլ թատրոնն է։ Սա էլ չգիտենք։ Դա էլ թատրոնն է։ Թատրոնն է, հետաքրքիր է։ Ես ինչ համեղ բաներ եք պատրաստել մեր համար, Տիկին Լեյլա ջան, իսկան նեղություն եք քաշել, էլ չգիտեմ։ Ինչ նեղություն, հաճելի է, սա էլ ստեղծագործությունն է, Դավիթ ջան։ Էսի խափամայա։ Հա։ Հիմա կասեն մեր ղափաման երգ եք Հա, ընթացնում, չէ։ Այո։ Հեյ ջան ղափամա, համը ոտո ղափամա։ Այո։ Բաղադրություն ասում է երգի մեջ, ես երգը լավ չգիտեմ։ Ես ինչ կան գիտեմ, Առանց հասան- բրինձա, չիրու չամիճա, Հա։ ղափաման տթումի մեջ մաքրում ես տթումը, մեղրապատում ես տթմի պատերը ներսից, հետո բրինձով փլավն ես լցնում, հետո մի քիչ եփած, որ մի քիչ էլ տթումի հետևի եւ չիր ու չամիջ, Ես հիշում եմ երկով, որ ասում են առան հասած դդումը, չգիտեմ, բերին տունը, Հա, չէ, հետո ես հիշում եմ երկով, որ ասում է ինչ որ կարող է սխալ եմ հիշում, ջիգրը մեջը ղափամա, չեմ, ես չեմ։ Հա, այսինքն մեր ջիգարը, Հա, մեր երևի, հոգին հա, հա։ մեջը, մի խոսքով։ Հետաքրքիր Հիմա է։ ուրեմն ես Առաջին անգամ եմ փորձելու, անկախ։ Հա, Բայց կփորձեմ։ իհարկե անպայման։ Հեյ ջան ղափամա, համը ոտո ղափամա։ Այո։ Հիմա ես էսի տակացնեմ, հա։ Այո։ Եթե պետքա ուտենք, պետքա Հա, չէ։ Ահա։ տակազնենք նորտենք։ Մի քիչ խառնա Դավիթ ջան խոհանոց ես։ Տենց է լինում է, էլի։ Թափես ես որ հյուր եմ միշտ գնում, Տիկին Լեյլա, սիրում եմ գնամ խոհանոց ու սենց նայեմ ոնց են Նայես պատրաստում։ ոնց եմ Որ ախորժակս բացվի, էլի Հա։ ոնց ասած։ Ես սեղանի վրա նստում ես, սպասում ես երբ բերեն ախորժակը չի բաց։ Էսիկ քավարի կարտոլն է։ Քյավարա կարտոլ։ Հա, չէ։ Հետաքրքիր է, ստեղ էլ տարբեր տեսակի կարտոֆիլներ կան, որ Հա։ տարբեր գույնի, տարբեր ձևի, որ չես հասկանում որը վերցնես։ Հա։ Ահա։ Ընդհանրապես պատրաստելուց որ մենակ եք լինում, սիրում եք երգել, չգիտեմ, սենց ոնց եք Չէ, սիրում։ գիտես ինչ ասեմ։ Ես սիրում եմ պատրաստելուց մենակ լինել, որովհետև ստեղծագործություն է ինքը։ Եվ հաճույքով եմ անում։ Ոյ, շատ հաճույքով եմ անում։ Հա։ Ոյ, Հրաշալի է։ էսենց։ Հիմա ինչ ենք անում։ Կարևորը սիրով եք անում, Սիրով եմ սիրում եք անում, պատրաստել։ Իսկ հաճախ եք, չնայած սենց ասեմ ավելի ճիշտ որ ամանորը մոտենում է արդեն սենց շատ սենց էլի սիրում եք աշխուժություն, էս սարքեն բլինչիկ, բուտ, չգիտեմ ինչ հազար ձև ինչ որ բաներ էլի սեղանի համար։
հյուրերի համար Սիրում եմ, խոհանոց սիրում եմ, սիրում եմ ամանորը շատ եւ սիրում եմ ուտել այդքան չեմ սիրում, լավ բան է ուտելը։ Բայց պատրաստել Ես ավելի շատ սիրում եմ պատրաստել, հաճույքով եմ անում, որտեղ սա արվեստ է, մեծ արվեստ է։ Իսկ սենց ասեն Տիկին Լել ջան, ձեր հնկերները որ գալիս են ձեր տուն ամանորին, ինչ են ասում, այդանք Լելիայինս տուն ինչ ուտենք։ Ինչ որ հատուկ տոլմա, ես շատ համեղ տոլմա, շատ համեղ տոլմա եմ անում, շատ։ Որտեղ հաճույքով եմ անում, բարեկամները։ Իսկ որ դուք գնաք ինչ որ մեկի տուն, այդպես սիրած ուտեստ, ինչ-որ բան որն եք նախընտրում։ Թե հատուկ տարբեր մարկանց տուն տարբեր բաներ եք սիրում, որ մեծ մարկանց տուն խոզի բուդնը համով էս մարկանց տունը բիჭի։ Բոլորն էլ իմ ընկերների կանայք շատ շնորհալի լավ ձեռք ունեն, շատ համեղ խոհանոց ունեն, լավ բաներ գիտեն պատրաստել անում են։ Արտուրի կինը, Գագոյի կինը, Անուշը, Կարինեն, բոլորն էլ համեղ բաներ են պատրաստում, հաճույքով օգտվում ես Արփան, Աշոտի կինը Շատ համեղ պասս տոլմա։ Պասս տոլմա։ Թփով պասս տոլմա ես ասել եմ որ պետքա փորձեմ ես այդ տոլմայից բացառում եմ։ Իսկ տենց հատուկ բան որ ամեն տարի միշտ պարտադիր ոնց որ ավանդական դարձած լինի ձեր համար նոր տարվա համար ամանորին sense մեր։ Ասեմ, հայերի մոտ էսա տոլմանը, չէ՞։ Հա, տարբեր խոզի բուդնա, պասս տոլմանը Ոյ, շատ եմ սիրում ավելուկ։ Ապրեք։ Ավելուկ։ Սխտորով, չէ՞։ Տապակած։ Հետո հա, շատ եմ սիրում ավելուկ։ Ամանորին պատրաստում եք։ Գիտես, լուսահոգի մայրս, Աստվածհոգին լուսավոր է, բոլորիս անցավորած։ Օ, այդ ինչ համով սպասեր եփում։ Եվ նոր տարվա գաթա։ Ես էլ մամայի սեպած գաթայից չեմ կերել ոչ միտեղ։ Հավատում ես։ Հա։ Հա լուրջ եմ ասում։ Իսկ սպասը ամանորին էլի հա։ Հանճարելս, չէ, հանկարծ սպասը հիշեցի, որտեղ էտել է շատ համեղ պատրաստում։ Չէ, յոնա գիտեմ որ մարդիկան ամանորին սիրում են, էլի որ։ Պասուս տոլման շատ համեղ է անում։ Հետաքրքիր որ ամանորին գնաս, ասեն սպաս ես մեծ հաճույքով, չգիտեմ եք։ Չէ, լինում ա որ եփում են, հա։ Լինում ա որ եփում են։ Գալիս եմ դուրը, դիպրև մեր կաղքար, մի լինիր անսիրտ, եղիր գթարատ, ողորմած էիր, ինչու քարացար, գթով ու սրտով, Միթե ուրացար, մեջս կյանք չմնաց, հալվեց մաշրեց գնաց, առանց քեզ չի փայլի, աստղը իմ կենաց, մեջս կյանք չմնաց, հալվեց մաշրեց գնաց, Առանց քեզ չի փայլի, աստղը իմ կենաց։ Ապրես։ Շերամ։ Բրավո։ Մերսի։ Շատ սիրուն ես երգում։ Ես իմ սրտի աշուղը, ասենց ասեմ, ջիվանու երգերն, հա, ես ջիվանու երգերի համար խելագարվում եմ, որտեղ աղոթք է, էլի, ասենց Դե բոլորն ասում, մեր հայ ժողովուրդն ասում, Շերամը, Աշոտը, Շահենը պատմություններն էլ որ լսում ես այդ երգի ստեղծման պատմությունները, որ անիմաստ չեն ծնվել այդ երգերը։ Չէ, ոնց որ մուսան գալիս է ցավից, կարոտից, սիրուց, անհասանելիությունից, այն որ վազել չհասնելուց։ Հասարակի բան, տես Շերամի սիրունեք մի նեղենա որ Սիրուններ մի կնեղենա, որ ես իմ յարին եմ գովում, դուք իմ դարդս չեք իմանա, էնդի յարիս եմ գովում, սիրունի յարիս եմ գովում, սիրունիք պերուս եմ գովում,
Հրաշք են։ Իհարկե։ Սովորացնող։ Այ ապրես Դավիթ ջան, շատ Մերսի շատ։ սիրուն ես երկում, Շնորհակալ բրավո։ եմ, շնորհակալ եմ։ Բրավո։ Ոնց որ մեր խաշնամենը արդեն պատրաստ է։ Այո։ Հետո արդեն սեղանի շուրջ է կերքի։ Հա, իհարկե։ Այսօր ասմունքի եւ երկի երեկո։ Երկի երեկո է, այո։ Տեղափոխվենք այնտեղ։ Տեղափոխվենք։ Եթե պատրաստ եք, տեղափոխվենք։ Տիկին Լեյլա ջան, շնորհակալ ենք։ Շնորհակալ Մեզ եմ։ հյուր ընկալելու համար, ելի թող մեր ոդկը բարի լինի ձեր տանը։ Սենց հարազատաբար, սենց ընտանեկան շատ գեղեցիկ հյուր եղանք այսօր ձեր տանը։ Հուսով եմ ինչ որ պակասացրեցինք, ինչ որ պակասացնելու ենք, Աստված հազարապատի կտա։ Առողջ լինեք, չգիտեմ, ձեր օջախի համար, ձեր օջախի շենության համար։ Շնորհակալ եմ Դավիթ ջան, որ ինձ հիշեցիր եւ իմ դուրը բոլոր լավ հայերի համար բաց է։ Իսկ դու լավ հայ ես, ապրես։ Շնորհակալ եմ Տիկին Լեյլա ջան, ձեր օջախի համար։ Շնորհակալ եմ։ Այս համեղ պատրաստությունները որ տեսել եք, չենք կարա չօգտվենք, ոնց որ ինչից սկսենք, Տիկին Լեյլա ջան, տան տիրոջ դուլտվությամբ։ Ինչից սիրտդ ուզում է Դավիթ ջան։ Դե։ Գարի խաշլամայից, չէ՞։ Այո, Ոսկորով է գալի։ Այսպես։ այդպես։ Ուրիշ ձև չկա։ Ասում բայ չտողին։ Ձեզ Մեկա։ էլի ոսկորով։ Հա, Շնորհակալ եմ։ Դրան բարի ախորժակ ունես։ Տիկին Լեյլա ջան, սիրով մի գեղեցիկ երգ եմ ուզում ձեզ նվիրեմ իմ կատարումով, ձեր օջախում, ձեր օջախի համար, վստահ եմ սիրում եք քանքարավոր ընկեր երկը։ Ջիվանին գյումրեցի չի, բայց Գյումրիում շատ է ապրել, ստեղծագործել ու այս գեղեցիկ երգը սիրով ձեր օջախի համար, ձեզ համար։ Սիրով կլսեմ, Դավիթ ջան։ Քանքարավոր ընկեր իզմինա խանձի Գոյությունս գաղափարիդ վնաշե Դու քաղաքացի ես Ես գյուղականցի Իմ բանջարս քո հանճարիդ վնաս չէ Վնաս չէ Սրտով քեզ հարգում է պատվում ջիվանի Դու միամիտ եղիր գնակու բանի Նա չի կարող հասնել այն աստիճանին Խեղճ բլուրս բարձր սարիդ վնաս չէ, Բրավո։ Սենց ես ինչ հայկական սեղան առանց Հայկական երգի եւ հայկական խոսքի ու ասմունքի։ Հիմա ձեր հերթնատիկին է։ Այնքան հուզվեցի, գնացի Գյումրի, գնացի հայրենիք Տեր Աստված։ Չնայած շատ եմ ասել, բայց էլի ասեմ։ Գախտականի ոտնամանս թողնեմ օտար ճամփի վրա
որպես կարոտ մյուխտավոր արփաչայից ջուրը մտնեմ ու մկրտվեմ նորից ու կարոտը հանեմ աչքերիցս հոգնած կացեմ ջուրը տանի ջուրը խմեմ Գյումրի ես իմ 1000 վերքով 7 վերք դուրդ բանամ խունկիդ հոտը շնչեմ մի քիչ թեթևանամ Բրավո Շնորհակալ եմ Հրաշք Մեր համար, մեր հայրենիքի համար, Yeah. մեր հայերի համար, թող որ աշխարհի ծայրում էլ որ լինեն, առողջ լինեն, պաշտպանված Այո. լինեն, Աստծո օրհնությամբ լինեն եւ չգիտեմ, թող առողջ լինեն, լավ լինենք, որտեվ մենք միասին ենք ուժեղ։ Իսկ Իհարկե. տարբեր տեղերում ենք ապրում, բայց Ապրես։ հեռու ենք։ Մեր համար բարդ է, բայց հասկացողը թող հասկանա, չհասկացողն էլ Իհարկե ինքը գիտի։ Մեր համար Այո. շնորհակալ ենք Տիկին Լիլիթ։ Շնորհակալ եմ Մերսի։ Դավիթ ջան